Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու, մեր սոված ծարավոքին բավարարելու, ամեն։ Ինչքան սնունդ առատ լինի, այնքան մենք փարթամ եւ զորավոր կլինենք։ Այսօրվա մեր սերտողության թեման է Եսայա մարգարեության 21-րդ գլխից սկսած։ Եսայի մարգարեություն 21-րդ գլուխ։ Բաբիլոնի Դումայի, որը Եդովմն է, եւ Արաբիայի դեմ մարգարեություն 21-րդ գլուխ։ Ծովի անապատի պատգամը, հարավից հարցակվող մրիկների պես, անապատից է գալիս սոսկալի երկրից։ Դուք կարաք գրեք վերնագիրը մինչև առաջի խոսքից մինչև 10-րդ խոսքը գրեք Բաբելոնի կործանման մասին մարգարեություն 1-ից մինչև 10 գծեք ու գրեք Բաբելոնի կործանման մասին մարգարեություն Ուրեմն ծովի անապատի պատգամը հարավից արձակվող մրիկների պես անապատից է գալիս սոսկալի երկրից մի էտի որ պիտի հարցակվի Պարսից մարածորքը պետք է Բաբիլոնը գրավի Դանիելի գիրքը հիշեք Մի խիստ տեսիլք է ինձ հայտնվել Հափշտակողը հափշտակում է եւ կործանողը կործանում է Վեր եկ ուշադիր եղամ պաշարիր ով մարած ասկ Դանիելի գիրքը որ կարդաք կտեսնեք որ Պարսից մարած թագավորությունը Բաբելոնի Թագավորի Բաղդասարի ժամանակ եկավ եւ գրավեց այդ մեծ Բաբելոնյան կայսրությունը եւ հնազանդվեցավ Պարսից մարած թագավորներին Դանիելի կինոյի մեջ էլ Պարս դա երևում է Վեր եկ եղամ պաշարիր ով մարած ասկ Բաբելոնի Նրա բոլոր հարաճանքը դադարեցրել եմ Սրա համար երանքս լիքն է ցավով Ծննդականի ցավերի պես ցավեր են բռնել ինձ Գալարվում եմ չեմ լսում Վրդովված եմ չեմ տեսնում էսի Բաբելոնի վիճակն է Սիրտս շփոթվել է Արավիրքն ինձ զարուրեցրել է Նա իմ ցանկալի գիշերը ինձ համար սրդողի դարձուց Նա ով Աստված թույլ տվեց եւ Պարսից մարած թագավորությունն եկավ գրավեց ու ես ցավերը սուքը պատճառեց Բաբելոնացիներին ամեն Ուրեմն Բաբելոնի կործանման մասին մարգարեությունը 1-ից մինչև 10 Սեղանը գցում են դետը դիտում է ուտել խմել Վեր կացեք ով իշխաններ օծեցեք վահաններ Էսի Բաբելոնացիներն են խոսում արագացրեք ելեք պատրաստվեք Վեր կացեք ով իշխաններ օծեցեք վահանները որովհետև Տերը ինձ այսպես է ասել գնա դետին կագնեցրու որ տեսածը հայտնե Եվ նա ձիավորներ տեսավ զույգ հեծյալներ Էսի պատկերը տեսնում է թե ոնց պիտի մարած ազգը հարձակվի Բաբելոնի թագավորությունը գրավի Եվ նա ձիավորներ տեսավ այդ տեսնողը զույգ հեծյալներ Էշի վրա հեծյալներ ուխտի վրա հեծյալներ Եվ մեծ ուշադրություն արավ Ինչ ասում որ ուխտ էշ ձի պիտի հեծնեն ու գան ու բազմանդամ ժողովրդով բազում զորքերով գրավեն Բաբիլոնը 8-րդ խոսքից Եվ առուծորեն աղաղակեց Ով Տեր ես միշտ ցերեկը կագնաց եմ էսի դետն է խոսում տեսնողը Ով Տեր ես միշտ ցերեկը կագնաց եմ դիտանոցի վրա եւ իմ պահապանության տեղը ես բոլոր գիշերը կագնաց եմ Եվ ահա գալիս են ձիավորներ, էլի բացատրում է թե ոնց պիտի գան Եվ ահա գալիս են ձիավորներ, զույգ հեծյալներ Եվ պատասխանեց ու ասաց Տեսեք, ընկավ Բաբիլոնը Դե որ հզոր էր, չէ ինքը բոլորին սարսափ էր իրոք պատճառում Բայց Տերը երբ որոշեց կործանվավ Բաբիլոնը հրյաներին արած դայիճության եւ անմարդկային քայլերի համար Ահա գալիս են ձիավորները զույգ հեծյալներ եւ պատասխանեց ուսած ընկավ Բաբիլոնը
եւ նրա աստվածների բոլոր արձանները փշրեց, գետնովը տվավ, մարած ազգը եկավ եւ քարուքան դարավ, նրա եւ նրա աստվածների բոլոր արձանները փշրեց, գետնովը տալով էլի, գետնովը տվավ եւ ավիրեց, որին որ ապավինելին։ Ով իմստե կասվածներ, բայց տպագրական թերություն է, կալսվածներ, հավաքված ասովորտիներ, որ աշխարից կալս է ու հավաքել է եւ բերել է իր կալի մեջ հովանի արե, ամեն, կասվածները արեք կալսվածներ, ով իմ կալսվածներ եւ իմ կալի պտուղը, մեզի աշխարից ընձե ու փարախա բերե, ամեն, որոնք լսում են Աստծոյնը ու լսում են Տիրոջ մարգարեներին։ Ով իմ կալսվածներ եւ իմ կալի պտուղը, ինչ որ լսել եմ զորած Տեր Իսրայելի Աստվածանից, այն իմացրել եմ ձեզ, ամեն։ 11 խոսք, Եդոմի պատգամը, մի փոքր հատված 11-ից մինչև 12-ի վերջը կարա գրեք Եդոմի մասին կամ չգրեք, եթե պարզ երևում է, որ սա Եդոմի, Եսավի ցեղի մասին է։ Եդոմի պատգամը, Եդոմը Եսավներ, որ Սեիր սարում էր բնակվում, ամեն։ Եդոմի պատգամը, դեպի ինձ ձայն է գալիս Սեիրիցը, պահապան, ինչ կա գիշերիցը, պահապան, ինչ կա գիշերիցը, պահապանը ասում է, առավոտը եկած է լինի, էլի գիշեր, էլի շատ խառը վիճակ է, եթե հարցնում եք, հարցրեք, ետ դարձեք, եկեք, ետ դարձեք, ասուն, էլի ծառայեք Տիրոջը, որ լավ լինի, թե չառած Տիրոջ լավ բան չկա։ 13-րդ խոսք, սա խոսում արդեն 13-ից մինչև վերջ, 17-ի վերջը, այս գլխի վերջը, 13 խոսքից մինչև 17-ը, 21-րդ գլխի վերջը, խոսում է Արաբիայի կործանման մասին, որ այսօր շատերը Դուբայի այդ արաբական երկրների վրա հույսեր են դրել, այդ հույսը ինչի կա դառնալու, ինչ ունեք կուտակեք երկնքում, այ այնտեղի կուտակած է իրականից չի կորում, Արաբիան էլ է բնաջինջ լինում, Եսայի 21-ում գրված է, հիմա ուշադիր լսեք, գրեք Արաբիայի կործանման մասին մարգարեություն 13-ից մինչև 17-ը, մինչև այդ գլխի վերջը։ Արաբիայի պատգամը, Արաբիայի անտառումը պիտի օթևանենք, ով դեդանած կարավաններ, ծարավին դիմավորելու գնացեք ջրով, պատկերացնեք ծարավ են մնալու մարդիկ, ով Թեմայի երկրի բնակիչներ, նրա հացովը փախստականների առաջ է եկեք, սոված են մնալու, հաց են ճարելու, որ տանեն փախստականներին կերակրեն, որտև նրանք փախչում են Սուրի երեսից, լսում եք Արաբիան, Դուբայ այսօր ասած ձեր իմացած, նրանք փախչում են Սուրի երեսից, քաշած Սուրի երեսիցը եւ լարված աղեղի առաջիցը, այո ընդեն էլ պրի պատերազմ տեսնի եւ ավերագներ դառնան, որովհետեւ նրանք փախչում են Սուրի երեսիցը, քաշած Սուրի արջևիցը եւ լարված աղեղի առաջիցը եւ պատերազմի սաստկության առաջիցը, որովհետեւ Տերը ինձ այսպես է ասել, դեռ մեկ տարի էլ կա վարսկանի տարի, որ պիտի վերջանա Կեդարի բոլոր փառքը, արաբական երկրներն են, Կեդարի, կայ միգվա Քաթարն է, չգիտեմ, բայց այն ժամանակ Կեդար են ասել, դեռ մեկ տարի էլ կա վարսկանի տարի, որ պիտի վերջանա Կեդարի բոլոր փառքը եւ Կեդարի որդկանց զորավոր աղեղնավորած մնացորդների թիվը քիչ է լինելու, որովհետև Իսրայելի Աստված Եհովան է խոսել, ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա 21-րդ գլխի սերտողությունը, ամեն։ 22-րդ գլուխ, Երուսաղեմը պաշարվում է, Սեբնան պաշտոնանք է լինում եւ Եղիակիմը բարձրանում է, Սեբնան վարձկան հովիվների խորհուրդ ունի, իսկ Եղիակիմը նվիրյալ սուրբ հովիվների, ամեն, որ Աստված կխորտակի կայապաներին եւ Պետրոսներին, Պողոսներին իրոք առաջ կքաշի, բայց ուշադիր եղեք,
22-ի 1-ից մինչև 14-ը գրեք Երուսաղեմի պաշարման և քայքայման մասին մարգարեություն։ Չարը սկզբից գալիս է պաշարում է Երուսաղեմը, կտրում է գրքից աղոթքից, նոր վնասում և սպանում է։ Ամեն։ Դրա համար եթե դուք պաշարմանը չհամաձայնվեք, ձեր քայքայումը և սպանվելը շատ բարդ ու դժվար կլինի սատանայի համար։ Էդ էլ խորհուրդը բացատրեմ ձեզի։ Մենք բոլորս Երուսաղեմի տաճարներ ենք, Երուսաղեմ ենք համարվում, ամեն։ Թող Տեր Հիսուսը փառավորվի։ Ուրեմն Երուսաղեմը պաշարվում է, Սեբնան պաշտոնանկ է լինում և Եղիակիմը բարձրանում է։ 22-րդ գլուխ։ Տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա քեզ ինչ եղավ, որ ամենքդ վեր եք գնացել կտուրները։ Հելելն օտար աստվածներ են պաշտում շատերը։ Ով խռովությամբ լեցված, աղմկալից քաղաք, զբոսասեր քաղաք, որը զբոսնում է իր կուռքեր ճարելով և պաշտելով, էսի Երուսաղեմին է նկատի ունի։ Ով խռովությամբ լեցված, աղմկալից քաղաք, Երուսաղեմը, զբոսասեր քաղաք, քո սպանվածները սուրի սպանված չեն և ոչ պատերազմի մեռելներ։ Բոլոր իշխաններդ միասին փախան, առանց աղեղի կապվեցան, բոլոր քեզ մոտ գտնվողները միասին կապվեցան, որ հեռու էին փախել։ Էսի բոլորը վերաբերվում է Երուսաղեմին, Երուսաղեմի պաշարման և քայքայման մասին մարգարեություն։ Նորից եմ շեշտում 1-ից մինչև 14։ 4-րդ խոսք։ Նրա համար ասում եմ, ուժ դարձրեք, թե ինձանից ջնջեք ու սարքեք ինձ, խոսում է մարգարեն, ուժ դարձրեք ինձ, դառնապես լաց եմ լինելու։ Մի բռնադատեք ինձ, կրկին մարգարեն է խոսում, մի բռնադատեք ինձ մխիթարելու իմ ժողովրդի աղջկայ ավերակի համար, ամեն, թողեք լան ողբամ Երուսաղեմի վրեն, որովհետև խռովության, ոտնահարության և շփոթության օր է տեսիլքի ձորումը զորած Եհովա Տիրոջ համար, պարիսպը քանդում է և դողոցը հասնում է սարը և եղամը կրում է կապարճը, կարգի հետ մարդկանց և ձիավորներին, և կիրը բաց է անում վահանը, և քո ընտիր հովիտները կարգերով լիքն են լինելու։ Երուսաղեմի հովիտները լրիվ հալածիչների, թշնամիների կարգերով, ինչ որ տանկերով, էլի մեր օրերի, տանկերով, զենքով, զրահով լիքն են լինելու։ Եվ քո ընտիր հովիտները կարգերով լիքն են լինելու, և ձիավորները շարքով շարվելու են դեպի դռները։ Եվ նա կբանա Հուդայի ծածկոց այդ հալածիչ ազգը, ով եկել է բնաջնջելու Հուդային, և նա կբանա Հուդայի ծածկոցը, և դու կնայես այն օրը անտառի տան զենքերին, և կտեսնեք Դավիթի քաղաքի ճեղքերը, որ շատ կլինեն, և կժողվեք ցածի ավազանի ջրերը, և կհամարեք Երուսաղեմի տները, և տները կքանդեք ուշադիր, տները կքանդեք պարիսպը պնդաստելու համար, իշքան նեղի են լինելու, որ մարդիկ իրենց տները քանդելու են, որ պարիսպը շինեն, որպիսի պաշտպանվեն։ Այդի նեղության խորհուրդն է։ Եվ կհամարեք Երուսաղեմի տները, և տները կքանդեք պարիսպը պնդաստելու համար, և մի ջրակույտ կշինեք երկու պարսպի մեջտեղը, հին ավազանի ջրերի համար, բայց չեք նայում այս բանը անողին, և այս բանը վաղուց շինողին չեք տեսնում, ասուն չեք դառնում դեպի Տիրոջը, որ ձեզի զարկում է ու նա ձեռքը կարա ձեզի բժշկի, թե ինչի համար ենք Տեր առաջ շենանում զարգանում էինք, հիմա տները քանդում ենք, որ պարիսպ նորոգենք։ Եվ այս բանը վաղուց շինողին չեք տեսնում։ Եվ զորած Եհովա Տերը կանչեց այն օրը լաց լինելու և սգալու համար, գլուխ կնդասնելու և քուր ցակնելու համար, սուգա պարգևեց ձեզի, բայց մի ժամանակ ուրախություն էր տալիս։ Եվ ահա ցնծություն և ուրախություն, արջարներ սպանել և ոչխարներ մորթել, միս ուտել և գինի խմել,
ասելով ուտենք եւ խմենք, որովհետեւ եկուց մեռնելու ենք։ Մի խոսքով ձեր դեմ էլ կյանք չեք տեսնում, ինչ ունեք, չունեք, ասում եք ուտենք, վերացնենք, մեկը մեռնելու ենք, լույս չկա ապրելու համար։ Բայց կարայիր նայիր դեպի քեզ զարկողին, սղճայիր եւ կրկին Տերը կողորմեր եւ թշնամուն կջնջեր, ինչպես Սենեքերի մի զորքին ջնջեց։ Բայց ով կարա դա ասի, Եզեկիայի, Եսայի նման ուղեղները կարան հավատքով ասեն, արեք պատերազմ ենք ու կհաղթենք թշնամուն։ Եթե մարդը մեղքի մեջ թավալվում է, պալատականի նման, Սեբնայի, նա չի կարա Եզեկիայի նման կայնի ասի Տերը մեզի հաղթություն է շնորհելու, որտեղ արդեն դևերը նրան պարտության են մատնե, ամեն։ Բայց Զորաստերը հայտնել է իմ ականջներին, էսի Եսային ասում, բայց Զորաստերը հայտնել է իմ ականջներին, անշուշտ պիտի չքավվի ձեր այս անօրինեությունը մինչև որ մեռնիք, ասում է Զորաստերը, լսացիք, Երուսաղեմը կպաշարվի, կհարստահարվի, կքայքայվի եւ կջնջվի, ամեն, որտեվ Տիրոջը թողել են կտուրների վրա օտար աստվածների են պաշտում, ամեն, մի ուրեմն 1-ից մինչև 14-ի վերջը խոսվում է Երուսաղեմի կործանման մասին մարգարեությունը, ամեն, 15-րդ խոսք 15-ից մինչև 19-ի վերջը խոսում է Սեբնայի կործանման խորտակման մասին, Սեբնան վարձկան հովիվների խորհուրդն ունի, մեղքը սիրող եւ ազատություն եկեղեցին մտցրող, ամեն, բայց Եղիակիմ արդեն նվիրյալ սուրբերի խորհուրդն ունի, 15 խոսքից մինչև 19 ընթերցում եմ, այսպես է ասում Զորած Եհովա Տերը, գնա մտիր այդ պալատական Սեբնայի մոտ, այդ հպարտ կայապաների, հպարտ հովիվների խորհուրդն ունի, տեսեք իրականից ինչ է գրված, նույնը տեսնում ենք այսօրվա հպարտ հովիվների մեջ, գնա մտիր այդ պալատական Սեբնայի մոտ, որ պալատի վերակացուն է, ամենամեծ ղեկավարը, պալատի վերակացուն է եւ ասիր, ինչ ունիս այստեղ եւ ով ունիս այստեղ, որ այստեղ քեզ համար գերեզման ես փորել է բարձրումը իր գերեզմանը, քանդել է վեմի մեջ իր համար բնակարանը, մտե ու դուրս չի գալիս, չէ իմալ այսօր այս պղծված քահանաներին, որ չեն կարում իրանց գահից պոկեն, ահա Տերը քեզ թավալեցնելու է, ուժով մարդի թավալեցնելու պես, եւ քեզ բոլորովին ծածկելու է, քեզ կծիկի պես կծկելու է, կծիկ է շինելու, գնդակի պես շպրտելու է լայնարձակ երկրի վրա, դու այդ պալատական Սեբնային, դու այնտեղ պիտի մեռնես եւ այնտեղ լինելու է քո փառած կառքերը, դու ով քո Տիրոջ տան անարգանք, դե պղծությունով լցրել ես, դու ով քո Տիրոջ տան անարգանք, եւ ես քեզ մերժեցի, Աստված ասում Եսայու բերանով, եւ ես քեզ այդ Սեբնային, եւ ես քեզ մերժեցի քո պաշտոնից վերջ, եւ նա պիտի քեզ խորտակե քո կագնած տեղիցը, տեսեք նույնը այսօր մեր վարչապետն ասում է այսօրա ծախված ղեկավարին, Աստված ասում է քեզ գցելու է իրոք, եթե դու արժանի լինես, Աստված քո հետ լինի, ու դու մաքուր ազգանավեր գործանես, ոչ ոք չի կարա քեզ գցի, բայց որ դու ծախել ես քեզի մեղքին ու պղծությանը, Աստված է գահանքեց անելու, ու հիշում եք Գեդեոնի պատմությունը, Գեդեոնի հայն ասավ, եթե Բաղն Աստված է, թողեք թո Բաղը Գեդեոնի դատն անի, հասկանանք Գեդեոնը շեղված է, այ հիմա եթե իրոք այսօր այս ղեկավարները կրոնավոր արդար լինեն, Աստված մեր ղեկավարի դատը կանի, բայց որ իրականից մեր ղեկավարին Աստված է զորացրել, որ այս Սեբնայի նման պղծված քահանաներին գահընկեցանի ու Աստվածավախ մարդ նստի այդ ղեկավարման գահին, օրհնելու եւ զորացնելու է մեր վարչապետին, ամեն։ Ես հավատում եմ ու տեսնում եմ, որ խոսում եմ այդ ամեն բաները ու տեսնում եմ նման է, եթե մեկը պղծության մեջ է իրավունք չունի, թեկուս կրոնավոր է եկեղեցին, բայց գոնե իրանց կրոնքի վարդապետության մեջ էլ իրանք ուղիղ չեն, ամեն, նույն ձևի է Սեբնային էր, որ իրականից պղծվեր էր ու գահին նստած չէին կարող պոկել, բայց թե ինչ ասում վերջում, եւ ես քեզ մերժեցի քո պաշտոնից է,
եւ նա պիտի քեզ խորտակե քո կանգնած տեղիցը։ Այն նորը կլինի արդեն էսի գնացինք, թե քեզ կգցի մի հատ նվիրյալ Եղիակիմի կբերի կդնի, ինչպես իմ հովին խորտակեց ինձի հանեց, ամեն, Տերը իրեն համար անոթներ ունենալու, եթե ես էլ ծռվեմ, ինձ կխորտակի, իմ փառքի տակարդե գվարի, մեկ ուրիշին կհանի, ամեն, մեկ Տերը ճիշտ քարոզողներ, ճիշտ ղեկավարներ, թեկուս քիչ, բայց կունենա երկրի վրա, ամեն։ Ուրեմն էսե պալատական է Սեբնային խորտակեց, իմի տեսեք Եղիակիմի բարձրանալը։ Ուրեմն 20-ից մինչև վերջ, 24-ի վերջ ու գալիս է մինչև 20-քանիսը 25-ը։ Խոսում է Եղիակիմի բարձրանալու մասին, ամեն։ Եղիակիմը կբարձրանա 20-ից մինչև 24-ը։ Եվ այն օրը կլինի, որ կկանչեմ իմ ծառա Քեխկիայի որդի Եղիակիմին, տեսեք, որ մեզի իր մեր մոր որովայնից Տերը ընտրել է, Տերը պահել է, եւ Տերն էլ ասում է Երեմիա քո մոր որովայնում դեռ դու չձևավորված, ես քեզ գիտեի, արգանդից դեռ դուրս չեկած, ես քեզ ծրպեցի, ես քեզ ազգերին մարգարե եմ դրել։ Նույնը Պողոսին, որ մորս որովայնից ասում անտրյալ եմ էլ, ամեն, նույնը ինձ, որ ուզեցել են վնասեն չեն կարողացե, ու չարը ամեն կողմով ուզեցել ակցի, չի կարողացե, անարժան ոչիշների Տերն անտրե, դրա համար իշքան լավ բաներ կա Տիրոջից նա, փառք Տիրոջ։ Եվ նրան եւ այն օրը կլինի, որ կկանչեմ իմ ծառա, թե իմ ծառա, Քեխկիայի որդի Եղիակիմին, եւ նրան կհագցնեմ քո պատմուճանը, քո պաշտոնը կառնեմ ունդուն կտամ, քո պատմուճանը եւ քո գոտին նրան կկապեմ, եւ քո իշխանությունը կտամ նրա ձեռքը, եւ նա հայր կդառնա Երուսաղեմի բնակիչների Եհուդայի տան համար, հոգեվոր հայր, ծնող, սնող, հոգատար հոգեբարձու, իսկական բարի հովիվն այդպես պիտի լինի։ Հիմի դուք մեզ էլ կարաք քննեք, ձեր նախկին եկեղեցու սպասավորներին էլ, իրոք տենց հոգատար էին, ամենու հետ ցավ էին քաշում, ամենու հետ ամենու նման էին լինում, թե ոչ։ Եթե ոչ, ուրեմն իրանք Սեբնային են, ամեն, իսկ մենք եթե մնանք ասենք, ուրեմն մենք Եղիակիմն ենք ու Տիրոջ տված իշխանությունն էլ մեզ կպահի ամեն փորձության մեջ։ Ոչ ոք չի կարա մեզի դեմ դուրս գա, ով որ դուրս գա ցիրուցան կլինի։ Հենց այդ եմ ասում, եթե հեսօր ղեկավարները կրոնավոր ուղիղ մնային, վարչապետ չէ, ոստիկանապետ չէ, պաշտպանության նախարարեր իր զորքով գնար, չէր կարա վերևից հարված կուտեին։ Ամեն, բայց ես հավատում եմ, որ Գեդեոնի նման իրոք մեր ղեկավարին Տերն ազորացրե, իմաստությունով լցրե, որ գնա այդ որջը քանդի, ամեն, ու կտեսնեք կքանդվի էդի, արդեն փլուզված է, որտեղ այդտեղ հանցավոր մարդիկ են հավաքված, ոչ թե հոգևոր երկնային ուսմունքի նվիրյալ, ինչպես վարչապետը չի ասավ, քո գործն է հոգևոր դաս տալը, քեզ ինչ որ դու էլ խառնվել ես կառավարություն քանդելուն, թագավորներ դնելուն ու փոխելուն, քու գործն է ժողովուրդ ձեզ էլ եմ օրդորում, ձեր թագավորների համար, ձեր ղեկավարների համար աղոթ կանեն, աշխարհի գազանների հետ իրականից, կռիվ են տալիս, որ երկիրը ամուր մնա, դու փոխանակ աղոթ կանեք, որ պետությունը զորանա, աղոթում եք, որ պետությունը քարուքանդ լինի, հասկանում եք հոգևոր մարդիկ, իրականից մեր սահմանադրությամբ էլ է գրված, որ եկեղեցին անջատ պիտի լինի պետությունից, նա ոչ մի կառավարական գործերի պետք չխառնվի, միայն աղոթ կանի ներկա ղեկավարների, իշխանների համար։ Դա է իր գործը, ամեն, ինչպես ասա Բաբելոնի համար աղոթ կարեք, Բաբելոնի թագավորի համար, որ հեթանոս չար թագավոր էր, որ Բաբելոնի տրված խաղաղությունով դուք էլ խաղաղությամբ Աստված պաշտեք, ամեն։ Փառավորվի Քրիստոսը, որ նայում ես տարբեր դարերում նույն պղծված քահանաները, նույն խարդախություններն են արել, բայց նաև եղել են նվիրյալ թագավորներ եւ նվիրյալ Աստվածավախ մարդիկ, որ նրանք էլ կյանք դրած Տիրոջ գործն են ի կատարած է, ամեն։ Ուրեմն նորից կարդամ, եւ այն օրը կլինի, որ կկանչեմ իմ ծառա Քեխկիայի որդի Եղիակիմին, եւ նրան կհագցնեմ քո պատմուճանը եւ քո գոտին նրան կկապեմ, եւ քո իշխանությունը կտամ նրա ձեռքը, եւ նա հայր կդառնա Երուսաղեմի բնակիչների եւ Հուդայի տան
համար։ Տեսեք, էլ սրիկաներ, էլիշ բառապոշարով ասես խոսում եւ վիավորում են, որոնք ասենք իրանց թելը չեն թելում։ Բա դուք հոգեվոր մարդիկ եք, վառենք, տրակցնենք, գեհենի զավակներ, դա հոգեվորին հարիր խոսելա ոչ չի, դրա համար արդեն մարդիկ հասկանում են գայլը գարից դիմակավորված գայլերը արդեն երևում են։ Միայն նրանց խոսելը հերիքա, որ մարդիկ զանազան են, սրանք հավատքի հետ բացարձակ կապ չունեցող մարդիկ են։ 22 խոսք։ Դավիթի տան բանալին կդնեմ նրա ուսին, որ նա բանա եւ ոչ ով չգոցե, եւ գոցե եւ ոչ ով չբանա, եւ նրան կպնդասնեմ բևերի պես մի հաստատ տեղ, եւ նա փառած աթոռի պես կլինի իր հոր տան համար, եւ նրանից կվախեն, նրանից կկախվին, թե հույս կդնեն, նրան կապավինեն, տեսեք ինչքան հետաքրքիր է, որպես ծառի բույն կդառնա, եւ նրանից կկախվին, նրա միջինի վրա հույս կդնեն իր հոր տան բոլոր փառավոր բաները, ոստերը, ճյուղերը, չէ, ծառ պատկերացրեք, նա կլինի բույն, հավատքի բույն արմատի վրա, Աստծո վրա հիմնված, եւ նրանից կկախվին իր հոր տան բոլոր փառավոր բաները, ոստերը եւ շարավիղները, բոլոր նվաստ տկար անոթները, հասկանում եք, հույս կդնեն ու նրանով կզորանան, սա իսկական հովի գործը պիտի լինի, եւ բոլոր նվաստ, նվազանոթները, սկավառակների, տեսակի անոթներից սկսած մինչև ամեն տեսակ սափորներ, եսի սա խորուրդ ունի հոգևոր, հասկանում ես, եկեղեցու յուրաքանչյուր տկարանց իրավրեն հույս կդնի Տերովը, որ տկարանամ կգնամ, աղբերը կխրատի, կաղոթի կբժշկվեմ, ընկածլեմ կհանի, ամեն կխրատի, կանդիմանի, կսաստի իսկական հոգևոր, որ վարքագից աստեգրուկ։ Այն օրը 25 խոսք ասում է Զորաստերը, պիտի շարժվի այն հաստատ տեղում պնդացված բևերը, եւ կոտրվի ու վայր ընկնի, եւ այն բերը պիտի կոտրատվի, որ նրա վրա էր։ Մի խոսքով Եղիակիմի վրա դրված է ծանր լուծը, չէ հոգ տանելը, տկարի հետևից վազելը, պիտի Տերը թեթևացնի եւ վեր առնի, ամեն, որովհետեւ Տերն է խոսել, դա նկատի ունի։ Այո, ասում է, եկեք ինձի հոգնածներ եւ բեռնավորվածներ, իմ լուծը ձեր վրա առեք ու իզմե սովորեք, որ ես եմ ու սրտով խոնար, ամեն, մեր լուծը, մեր ծանր լուծ իրականից, մեր վրա է, բայց լրիվ Տերն է վեր առնում, սա նկատի ունի, որ Աստված կհոգա Եղիակիմի բոլոր կարիքները, Աստված Եղիակի միջոցով կմխիթարի եւ բոլորի ցավերը կբժշկի, չէ՞ դի բեռա ժողովրդի բեռը դրված է Եղիակիմի վրա, բայց Եղիակիմի այդ բոլոր հոգսերը իր ընտանիքի հոգսերի հետ միասին դրված է Տեր Եհովայի վրա, ամեն, թող Տերը փառավորվի, այսքանով ավարտեցինք Եսայա 22-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը, մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։